Վերջին զանգ հեռուստասերիալում անակնկալ զարգացումներ են սպասվում։ Դերասան Անդրանիկ Հակոբյանը միացել է սերիալի դերասանական կազմին, հանդես գալով նոր ու շատ հետաքրքիր կերպարով։ Անդրանիկ Հակոբյանը նախկինում արդեն աշխատել է սերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ երթում և կույր աշխարհ սերիալների շրջանակներում, որտեղ նրա կերպարներն ունեին իրենց յուրահատուկ պատմությունները։ Հետաքրքիր զուգադիպությամբ Կույր աշխարհ սերիալում Անդրանիկի կերպարը սիրահարված էր դերասանուհի Ռոզա Դավթյանի կերպարին, սակայն նրա սերը մնաց անպատասխան։ Իսկ այժմ Վերջին զանգ սերիալում նույն այս զուգադիպությունը նորից կյանք է ստանում։ Անդրանիկ Հակոբյանի կերպարը սիրահարվում է Ռոզա Դավթյանի կերպարին, այսինքն Անգելինային։ Անգելինան, ով արդեն հոգեբանական ծանր վիճակում է Հենրիի հետ բաժանումից հետո, նոր փորձության է ենթարկվում։ Փողոցում նրան վրաերթի են ենթարկում և շտապ տեղափոխում հիվանդանոց։ Հենց այստեղ էլ տեղի է ունենում առաջին հանդիպումը Անդրանիկ Հակոբյանի կերպարի հետ։ Նրա կերպարը խելացի ու սառնասիրտ բժիշկ։ Ոչ միայն բուժում է Անգելինային, այլև նրա հանդեպ անմիջապես առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում։ Աչքերում նկատվում է այն նուրբ զգացմունքը, որը նա փորձում է թաքցնել։ Անգելինան դեռ շփոթված ու ցավի մեջ կարծես թե չի նկատում նրա նրբությունը, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ամեն ինչ փոխվում է։ Բժիշկը իրեն բնորոշ հոգատարությամբ առաջարկում է Անգելինային ու Վիկտորիային տանել տուն։ Անգելինան մի պահ շփոթվում է, սակայն Վիկտորիան զգալով, որ դրսում նրանց կարող են սպասել Հենրին, համաձայնում է։ Ճանապարհին բժիշկը հայացքը չի կտրում Անգելինայից, փորձելով հասկանալ նրա զգացմունքները։ Անգելինան դեռ շփոթված ու վիրավորված Հենրիի հետ տեղի ունեցածից կարծես թե անտարբեր է։ Այս նոր ծանոթությունը կարող է դառնալ Վերջին զանգ սերիալի ամենահետաքրքիր սիրային գծերից մեկը, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հենրին, իմանալով այս ամենի մասին, դժվար թե լռի ու հանգիստ նստի։ Նրա խանդն ու վիրավորանքը կարող են վերածվել իսկական բախումների։ Իսկ Վիկտորիան ամեն ինչ վերահսկելու իր սիրով երևի թե չի հապաղի օգտվել այս վիրավիճակից, վերջնականապես բաժանելու Հենրիին ու Անգելինային։ Ինչ եք կարծում, Անդրանիկ Հակոբյանի կերպարը կարող է շահել Անգելինայի սիրտը, իսկ Հենրին կհասցնի վերականգնել Անգելինայի վստահությունը, թե այս նոր սիրային գիծը վերջնականապես կփոխի նրանց ճակատագիրը։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում և եկեք միասին փորձենք հասկանալ, ինչ կլինի հետո։ Շնորհակալություն դիտելու համար, կսպասենք ձեր մեկնաբանություններին ու կանխատեսումներին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր դեպի պայթարը կիմանաք ու որտեղ այդուն ջան որտեղ կիմանան ռեկլամ ենք իմ ստուդիայում կարապետյան դեպի Էջը թողնում եմ ներքևում Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում Կիմանաք շուտա, սպասեք տեմ ճամպրուկները կտենակ, չէ չտա Դրանով գնալ ենք մեր ստուդիա Ուրա, դուլա նկարում իրապ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու Բայց ինչ պար չենք ասել Այո Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ Վերջին զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացեք, իսկ սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ, մի քիչ զգով եմ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց սեմին նման, բայց ընդհանուր սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է,
ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրին։ Ասենք ես այստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք trend ես գոնե։ Ես եմ սկսում թե դու։ Հա։ Հա, ես եմ սկսում թե դու։ Դու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում։ Ես գոնե պատվոտկա տալուց չեմ զբաղացում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ բարձր ինգ անգամ տրամադրություն։ Ես գոնե միշտ կապշունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշատկայում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անցնեմ կարում որ տեքստը մենք ասում ենք 10 անգամ անցնում ենք։ Ես գոնե տեքստ անցնելուց քորը չեմ կարդում։ Ինչ պետք է ես ասեմ ու ինքն էլ ինձ հակառակն եմ կարծում։ Սարաններ կա չէ՞ որ ձեռքից ստանում եմ։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե լյովս այս ինձ բռնած։ Վերջ։ Թե չէ, թե ունեցել եք։ Հեսա կասեի քրոջ ջան, լաքսված եք, ոյք, ինչի ես նորից առանց մենք հա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում և այդ պատճառով ես հիմա ոչ մի մակրեցի չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես full make-up ունեմ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում։ Սենն Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սակրել Սեն։ Հայդը, դիտում եք վերջին զանգը, մեր գրիք տեսնել չկարծակ մենք կերպարի Սենի մասին։ Մենակ առանց այդ տրիկում։